Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի օգոստոս ամսվա տարրո կանխատեսումը խեցգետի նշանի համար։ Սիրելի ընկերներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորն իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր բնագավառներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Կոնսուլտացիան օնլայն է։ Դե ինչ սիրելի ընկերներ, նշեմ նաև, որ կանխատեսումը կարող եք նայել և արևի նշանով, և ասցենդենտի նշանով։ Արդեն մի քանի ամիս երբ այդպես նայեք, կհասկանաք, թե որ դեպքում էր ձեզ համար ավելի ճիշտ։ Այսպիսով, սիրելի խեցգետիններ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ փաստաթուղթի ստացմամբ, թե ինչ փաստաթուղթ կլինի, դա արդեն ամեն մեկը մի ձև կտեսնի, բայց ինչ-որ փաստաթուղթ կստանաք, կամ էլ հնարավոր է դատական գործընթացի հետ կապված ինչ-որ հարցեր լինեն, դա ևս համարվում է փաստաթուղթ, կամ էլ կարևոր ինչ-որ որոշում կկայացնեք, կամ ինչ հայ սպասում եք ինչ-որ որոշման, այդ որոշումը կկայացվի հենց ամսվա սկզբին։ Սիրելի ընկերներ, զգուշ եղեք, որ ձեզ չխաբեն, ձեզնից ինֆորմացիա չգողանան, հնարավոր է նման ինչ-որ իրավիճակներ լինի, կամ ինչ-որ ինֆորմացիա ձեզ հասցնեն աղավաղված, զգուշ եղեք, որ ինչ-որ բան չկորցնեք, հնարավոր է ձեզնից գողանան, այնպես որ զգուշ եղեք և ամեն մեկին ձեզ մոտ մի թողեք։ Ամսվա կեսերին ինչ-որ անընդհատ ճանապարհներ կգնաք, անսպասելի թե սպասելի, բայց անընդհատ կարծես ճանապարհների մեջ կլինեք, այստեղ այնտեղ կգնաք, կամ էլ ընդհակառակը անընդհատ հյուրեր կընդունեք։ Որոշ խեցգետիններ կարծում եմ նոր հարաբերություններ կունենան, սիրային հարաբերությունների մասին է խոսքը, նոր հարաբերությունների սկիզբ, նոր ծանոթություն որևէ տղամարդու հետ, կամ արդեն եթե հարաբերություններ կան, նրանից ինչ-որ նվեր կստանաք։ Եվ սիրելի ընկերներ, ամսվա վերջը մի փոքր ձեզ համար լարված գուցե լինի, անընդհատ մտքերը զբաղված լինեն ինչ-որ հարցով, կարծես ինչ-որ բան ձեզ հանգիստ չի տա, չի թողնի, որ դուք հանգիստ քնեք, դրանք կարող են լինել վախեր, գլխացավեր, անքնություն, կամ ինչ-որ ոչ այնքան հաճելի երազներ, որոնք ձեզ համար կարծես ձեզ մոտ անհանգստություններ կառաջացնեն։ Այժմ նորալուսնի և լիալուսնի էներգիայի մասին խոսենք։ Առաջինը ունենալու ենք լիալուսին ամսի 9-ին, որը մի քանի օր առաջ և 2 շաբաթ հետո իր ազդեցությունը թողնելու է։ Այս ժամանակահատվածում ձեր կյանքում ինչ-որ բան կլուսավորվի, պարզություն կմտնի, ինչ-որ բան հաջողությամբ իր ավարտին կհասնի։ Այնպես որ սիրելի ընկերներ, հնարավոր է այս հաջողությունը խոսի օրինակ ժառանգություն ստանալու մասին, հնարավոր է անշարժ գույքի ձեռքբերման մասին, կամ առհասարակ ցանկացած ոլորտում կարող է լինել մի գործում հաջողություն, օրինակ իմանաք, որ ընդունվել եք ինչ-որ համալսարան, կամ իմանաք, որ վարկի համար եք դիմել և ձեր վարկը հաստատել են, կամ օրինակ դիմել եք աշխատանքի ընդունվելու համար, ձեզ աշխատանքի են վերցրել, մի խոսքով ինչ-որ բան հաջողությամբ ձեր կյանքում ավարտ կունենա։ Եվ կունենանք նորալուսին, այն կլինի ամսի 23-ին, մի քանի օր առաջ և 2 շաբաթ հետո իր ազդեցությունը ևս կունենա։ Այս ժամանակահատվածում շատերը կգնան արտերկիր, նոր ինչ-որ կտրուկ փոփոխություններ կլինեն ձեր կյանքում, կարծես նոր էտապ կսկսվի ձեր կյանքում, որը անընդհատ նոր բաներ կբերի ձեր կյանք, նոր որոշում, նոր հարաբերություն, նոր ճանապարհ, նման ինչ-որ հարցեր կլինի։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված այս ամսվա օգոստոս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։